Այն պրոյեկտը, որի մեջ փաստորեն Ադրբեջանը, իսկ Ադրբեջանի առաջ լուրջ խնդիր է էլի դրած։ Իրանը մասնատելու Արևմտյան Ադրբեջան, այստեղ խաղաղությունից են խոսում, ասենք, երեք այս Արևմտյան Ադրբեջան կազմակերպության ղեկավարի, ասենք, մտքերը կարդացի։ Մարդը ասում է, պետությունը Հայաստան ընդհանրապես գոյություն չունենա։ Սա իրանց տարածքն է եղել։ Իսկ իրանց տարածք երբ է եղել, դա միայն Սեֆյանների ժամանակ է եղել։ Այնպես որ Ադրբեջանը այսօր հավակնում է Սեֆյանների ժառանգությանը։ Ավելին ասեմ, ինքը ունի պատվիրատու, այնպես չի, որ դա Ադրբեջանի նախագահի այդպես ցանկություններն են։ Բայց ոչ Սեֆյանները, ոչ Աֆշարիները, ոչ Ղաջարիները, դրանք բոլորը իրանական պետական միավորներ են, անկախ էթնիկ ծագումից։ Եվ չէ, ուղղակի դա Ալիևին։ Ձեր ինչպես ասում են, ձեր անհամաձայնությունը Ալիևին, բայց փաստը մնում է փաստ։ Ավելին ասեմ ձեզ, այս վերջից մի շատ հետաքրքիր իրադարձություն է բացահայտվել, որ Վատիկանը ժամանակ ինչ շփումներ ունեցել է Սեֆյանների, բանի հետ, թագավորության հետ, շահերի դինաստիայի հետ, համապատասխան այդ տարիներին բավականաչափ մի քանի տասնյակ փաստաթղթեր արխիվային փոխանցել Ադրբեջանի։ Իդեպ շատ հետաքրքիր է, էլի։ Ադրբեջանը ինչ կապ ունի Բաքու չի եղել, չէ՞։ Թավրիզ ա եղել, Սպահան ա եղել, եթե փոխանցողես, ասենք, փոխանցես Իրանի ներկայիս ղեկավարներն, ասենք, նախագահին կամ գերագույն հոգևոր առաջնորդին։